Ինչու Google Ads-ի բաներները քո մոտ չեն աշխատում։ Google-ի գործիքակազմը նմանություն ունեցող հնարավորություններ է տալիս։ Հավանաբար քո տված կարգավորումներով թվարկված գովազդը ակնկալվող արդյունքներ չի տալիս։ Իսկ ինչու՞։ Քեզ թվում է, որ ամեն ինչ ճիշտ ես կարգավորել, բայց Google Ads-ը ունի լայն հնարավորություն, եթե մեկ կամ մի քանի բացթողումներ ունենաս կարգավորումներում, ապա հնարավոր է ամբողջովին անարդյունավետ աշխատի։ Հնարավոր է նաև, որ սկզբի մի քանի օրում ունենաս արդյունքներ, բայց մի քանի օրից այն կսկսի անկում ունենալ, եթե հետևողական չլինես եւ անհրաժեշտ փոփոխությունները չկատարես։ Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարգավորել։ Նախ պետք է հասկանալ, թե ում ես ցանկանում ցուցադրել բաներային գովազդները։ Google Ads-ում կա տարբեր գործիքներ կոնկրետ թիրախային լսարանին գտնելու համար։ Բանալի բառերի հիման վրա, ըստ հետաքրքրությունների, ըստ պահվածքի, ըստ մրցակիցների կայքի այցելուների, քո կայքի այցելուների ըստ տրիգերների։ Նշիր, թե որ օրերին եւ ժամերին ես ցուցադրում, նաեւ ավտոմատացված գների բարձրացում, եթե այդ ժամերին արդյունքները բարձր են։ Բացառի ոչ համահունչ սեգմենտները եւ խաղային հարթակները, եթե չես գովազդում խաղեր, քանի որ խաղերի ժամանակ գովազդի վրա այդքան ուշադրություն չեն դարձնում եւ որ հիմնական բյուջեն չվատնի այդ հարթակներում։ Միաժամանակ, բացի թեստավորման համար գովազդային ընկերություն, մի քանի փոփոխություններ կատարելով, որոշ ժամանակ հստակ կտեսնես, թե որ կարգավորումներն են ավելի նպաստում նպատակներին։ Նշիր, որ սարքերի վրա հիմնականում այն ցուցադրվի։ Պատրաստի տարբեր չափսերի նկարներ, նկարների պարունակությունը պետք է համահունչ լինի կայքի էջի պարունակությանը։ Հետևիր, որ հարթակներում է ցուցադրվում գովազդը եւ որտեղից է գալիս հիմնական գնորդները եւ բացառի անարդյունավետ հարթակները։ Ունենալով հարթակների բազա, բացիր եւս մի գովազդային ընկերություն նույն սեգմենտի համար, բայց նշիր առանձնացված այն հարթակները, որոնցից գալիս է հիմնական գնորդները։ Եթե մնացին հարցեր, գրիր, կպատասխանեմ։